2013-ի բյուջեի նախագիծն արդեն խորհրդանում է։ Նախորդ տարի ըստ կառավարության ներկայացրած տվյալների գրանցվել է մակրոտնտեսական հաջող ցուցանիշներ։ Սպասվող աճերի եւ առաջընթացների մասին լավատեսական կանխատեսումների պակաս գործող իշխանությունների կողմից դարձյալ չկա։ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ տնտեսագետ Վահագն Խաչատրյանն արդեն հասցրել է ծանոթանալ բյուջեի սեղմագրին։ Ոչ մի նոր գաղափար, նոր մոտեցում չկա։ Նախորդ տարիների նախագծերի կրկնօրինակն է, նշում է Վահագն Խաչատրյանը եւ վստահեցնում, որ առաջընթացի մասին այս պարագայում խոսելն անիմաստ է։ Այն copy-paste արդեն տարբերակ լավ է աշխատում, շատ հեշտ է, շատ առանձնապես չգնա չարչարվում, թվերն է փոխված, մի քիչ կարող են ինչ-որ բառերի տեղափոխություններ, բայց դրա արդյունքում են միջազգայինորեն անիմաստություններ է շատանում։ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի հանրապետական նախագահ Գագիկ Մինասյանի փոխանցմամբ եկող տարի կգրանցվի համախառն ներքին արդյունքի աճ շուրջ 6.2%-ով։ Արտոնաբերությունը եւ ծառայությունները կաճեն ամենաբարձր տեմպերով, արտոնաբերությունում մենք ունենք 9.5%-ի աճ, ծառայություններում 6.5% եւ 4.5%-ի աճ մենք ակնկալում ենք, որ կունենանք գյուղատնտեսության բնագավառում։ Հերթական ասենք բարերի կամ մտքերի արտահայտելու ձև է նպատակը, որ տեսեք մենք սրա մասին խոսում ենք։ Գյուղատնտեսության աճ կլինի միայն այն դեպքում, որ գյուղացին համոզված կլինի, որ ինքը կարող է աշխատել, այդ աշխատանքի ընթացքում ինքը կարող է իր ապրանքները իրացնել եւ ինքը չի զրկվի իր սեփականությունից, ինչը տեղի ունենում հիմա։ Մինչ հանրապետական գործիչը համոզմունք է հայտնում, որ ընթացիկ տարում լուրջ քայլեր են կատարվել տնտեսության մրցունակության եւ հավասար մրցակցային պայմաններ ապահովելու ուղղությամբ եւ դա կբերի տարբեր ոլորտներում առաջընթացի, ՀԱԿ ներկայացուցիչ տնտեսագետը հակադարձում է. Հայաստանում բոլոր բնագավառներում մրցակցության մասին կարելի է խոսել միայն ընդհանուր մթնոլորտի փոփոխությամբ։ Եվ այն միջոցառումները, որոնք մեզ ապահովելու են այդ խնդրի լուծումը, դա տնտեսության հետագա մրցունակության բարձրացումն է, արտահանմանը միտված արտոնաբերական քաղաքականության առաջանցիկ աճը եւ հավասար մրցակցային պայմանների ապահովումը տնտեսության բոլոր բնագավառներում։ Չեն կարողանում անել եւ չեն էլ անել, որովհետեւ եթե հավասար մրցակցային պայմաններ են, դեպքում եւ տնտեսական դաշտում եւ քաղաքական դաշտում այսօրվա գործող իշխանությունը կորցնի իր մեն իշխանությունը։ Եվ բացի դա այսօրվա օլիգարխները, որոնք համարվում են տնտեսավարող սուբյեկտներ, այդպիսի պայմաններում չեն կարող աշխատել։ Իշխանությունները կարող են ապահովել անգամ 40%-ի աճ եւ բարձրաձայնել այդ մասին, սակայն դա ոչինչ չի փոխում քաղաքացիների կյանքում։ Մեզ հետ զրույցում նշեց Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Ըստ նրա, եկամուտների բաշխվածությունը մեր երկրում այնպիսինն է, որ քաղաքացին տնտեսական անկումը զգում է անմիջապես, մինչդեռ աճը ոչ մի կերպ շոշափելի չի դառնում, որովհետև մենաշնորհային եւ ստվերային տնտեսության աճը կարող է վերաբերել միայն մի քանի գրպանների։ Սիրանուշ Հարությունյան, Գոռ Հովհաննիսյան, Գալանյուս։